Համապատասխան հաղորդագրությունները եղել են դեպքի մասին, դեպքը եղել է այսօր առավոտյան, կանաչապատման մասով զբաղվող բանվորների հետ է կապված եղել, երբ որ դա ըստ էության ծառայել է որպես նրանց հանդերձարան քիմիական մասնաշենքի նկուղային հատվածում, որին կից քիմիական նյութերի պահեստն է, բայց բարեբախտաբար կարողացել են ուրեմն այդ հրդեհի մարումը արագ հանգցնել եւ ավելի մեծ այստեղ խնդիրներ չեն առաջացել, իհարկե ունենք ողբերգական իրավիճակ, մեկ զոհ է գրանցվել եւ կան տուժածներ, որոնք տեղափոխվել են այս պահին համապատասխան բժշկական օգնություն ստանալ։ Հայտնի է, բայց ձեզ ինչ է հայտնի, գիտեք, այս պահին ուսումնասիրություններ են ընթանում, մի քանի տարբերակներ կան, ամեն դեպքում այստեղ կարծում եմ ճիշտ կլինի սպասել այդ մասնագիտական եզրակացությանը, թե կոնկրետ ինչն է եղել։ Կամ աշխատանքից ազատում հնարավոր է քննարկել վերջո իր կառույցը։ Գիտեք, ես չեմ կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում մենք պետք է նման հարց բարձրացնենք, մենք նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել, հասկանանք որն է եղել հիմնական պատճառը եւ եթե դա կապված կլինի որևէ մեկի իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ, բնականաբար այդ հարցերի հետևից պետք կլինի գնալ, բայց կարծում եմ գործի նախաքննությունը այդ բոլոր հարցերի պատասխանները կտա։ Ստացվում է, որ համալսարանում անվտանգ չէ, նման Ես չէի ծայրահեղացնի հարգելի լրագրող, որովհետև ցավոք դժբախտ պատահարներ գրանցվում են ամեն օր տարբեր շենքերում, թե բնակելի, թե հանրային նշանակության եւ իհարկե մենք շատ մեծ աշխատանք ունենք տանելու մեր բոլոր հանրային նշանակության շենքերի անվտանգության, սեյսմականության եւ մնացած բոլոր հարցերը հասցեագրելու, բայց ես այդպիսի ուրեմն եզրակացություններ չէի շտաբի անել, անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումները ԵՊՀ-ում, ինչպես եւ մյուս բուհերում պահպանվում են, տեսչական համապատասխան մարմինները անընդհատ համապատասխան ստուգումները անում են եւ բոլոր բացահայտված թերությունները կարգավորվում են։